Խոսենք եւս մի կարևոր վնասակար սովորության մասին, որը ցավոք դարձել է մեր անբաժանելի ընկերը։ Դա մենք նկատում ենք ամենուր։ Սակավաշարժ կենսակերպ, իր բոլոր հետևանքներով, ազդեցություններով, այդվում նաև սեռականի վրա։ Այո։ Եվ դրան էլ գումարված նաև գերսնուցումը։ Այո։ Նստած ու անընդհատ ինչ որ վնասակար եւ տեսեք, այս երկուսն էլ պետք է ճիշտ բաշխվի եւ այսինքն եթե մարդը երկարատև նստակյաց կյանք է վարում, այսինքն աշխատանքը այդպիսին է, ուրիշ տարբերակ չունի, ուրեմն կես ժամը մեկ պետք է վեր կանա, անի որը 5-10 րոպե վարժություններ, շարժումներ, ակտիվացնի մկանները, ակտիվացնի արյան շրջանառությունը, ինչու՞ չէ նաև տեսողական աշխատանք, եթե հատկապես համակարգչի առաջ է նստած, որպեսզի կարողանա վերացնել այդ վնասը, այո, նվազեցնել գոնե այդ վնասը, այսինքն չի կարելի երկարատև նստակյաց մնալ, տեսեք, ցանկացած 10-45 րոպե է, չէ՞, դա պատահական չի, դա հատուկ մտածված է, այսինքն 10 րոպե ընդմիջում գոնե մեջտեղը, ճիշտ է, այսինքն մարդը պետք է հասկանա, որ 10 կես ժամից հետո սկսում են հոգնել մարդու մարմինը, մկանները, ամեն ինչ ուղեղը, այդ պետք է մի հատ թարմանալ, թե ֆիզիկապես թարմանալ, թե մտավոր թարմանալ։ Ահա, դա մեկ, այսինքն մենք դա պետք է, երկրորդը, բացի դա, աշխատանքից էլ դուրս մենք նորից նստակյաց ենք, մենք անընդհատ մեքենայով ենք, մենք չենք քայլում, իսկ եթե մարդը քայլի 4 կիլոմետր օրական, դա բավականին լուրջ ֆիզիկական ակտիվություն է եւ կան հետազոտություններ, որ 4 կիլոմետր եւ ավել քայլող մարդիկ նվազեցնում են իրենց սիրտ-անոթային պատահարները, լավացնում են ծայրամասային արյան շրջանառությունը,